Արդեն մի քանի օր է համացանցում ակտիվորեն տարածվում է Գուսան Արամ-Ասատրյանի թոռան կրտսեր Արամ-Ասատրյանի և նրա սիրելի Աննայի Հարսանյաց կադրերը։ Աննան ու Արամը կարծես թե հանրության կողմից միանշանակ դրական արձագանք են ստացել, նրանց մասնակցությամբ հարսանեկան տեսանյութերը ակտիվորեն տարածվել են համացանցում և մեկնաբանությունների դաշտում միայն ջերմ խոսքեր են հնչում։ Մարդիկ բարի բախտ են ցանկանում զույգին, նաև խոսում են, թե որքան ներդաշնակ է զույգը, որքան գեղեցիկ է հարսնացուն և որքան լավ տեսք ունի նաև փեսացուն։ Այս օրերին նաև բավականին շատ քննարկվել է Արամ Ասատրյանի մայրը, Գուսան Արամ-Ասատրյանի երջանկահիշատակ որդու Սեդրակ Ասատրյանի կինը, ով տարիներ անց կառուցել է իր անձնական կյանքը Արտակ-անունով տղամարդու հետ։ Այսօր նրանք ամուսիններ են և ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կարմենն ու նրա որդին հարսանիքի ժամանակ պարով են հանդես եկել։ Այս պարը հուզել է ներկաներին։ Նրանք բավականին գեղեցիկ պարով են հանդես եկել։ Պարի ընթացքում Կարմենը կարծես թե հուզվել է, իսկ որդին փորձել է հանգստացնել մորը։ Այս տեսանյութը ևս ակտիվորեն տարածվել է համացանցում, այն գրավել է շատերի սրտերը և կրկին մարդիկ մեկնաբանություններում գրում են, որ ասես քույր և եղբայր լինեն և ոչ թե մայր և որդի։ Կարմենը այդքան երիտասարդ տեսք ունի։ Նշենք նաև, որ Կարմենի մասնակցությամբ այլ տեսանյութեր ևս տարածվել էին համացանցում, որոնց մեկնաբանությունների դաշտը ևս լի էր դրական և ջերմ խոսքերով։ Ներկայացնում ենք Արամի և մայրիկի ջերմ ու հուզիչ պարը։ Նշենք նաև, որ երեկ էլ Կարմենը ներկայացրել էր Աննայի մասնակցությամբ լուսանկար և գրել. «Մեռնեմ քո քաղցր ժպիտին»։ Կարմենը հերթական անգամ ապացուցում է, թե որքան ջերմ հարաբերությունների մեջ է գտնվում իր որդու կնոջ հետ։ Բացի այդ, նախքան այս էլ Կարմենը բազմաթիվ անգամներ հրապարակումներ է արել Աննայի մասնակցությամբ, Աննայի և որդու մասնակցությամբ, ինչպես նաև հրապարակումներ է արել և այդպիսով իր սերն արտահայտել և ցույց տվել իր որդու ընտրության հանդեպ։ Կարմենը մի քանի անգամ է նշել, որ Աննան իր համար ոչ թե իր որդու սիրելին է, այլ հարազատ դստեր պես է։ Նշենք նաև, որ Կարմենն ու նրա ամուսինը Արտակը համատեղ կյանքում ունեն դուստր Էլիզաբեթը։ Էլիզաբեթի մասնակցությամբ վերջերս Կարմենը ավելի շատ հրապարակումներ է անում, ցույց տալով, թե որքան նման է աղջիկը իր հայրիկին։ Նշենք նաև, որ այս օրերին Աննան և Արամը վայելում են իրենց մեղրամիսը։ Սկզբում նրանք գնացել էին Մալդիվներ, ապա ուղևորվել են դեպի Դուբայ։ Աննան ժամանակ առ ժամանակ հրապարակումներով է հանդես գալիս, ցույց տալով իրենց լիարժեք և յուրօրինակ հանգստից կադրեր։ Ներկայացնում ենք դրանք ձեզ, ինչպես նաև ներկայացնում ենք Աննայի և Արամի օրեր առաջ տեղի ունեցած հիշարժան օրվա բացառիկ կադրերը։